Հարգելի գործընկերներ, իրավի չափազանց կարևոր հարց է քննարկվում այսօր մեր դահլիճում եւ ես ուզում եմ լսումները նախաձեռնելու հետ կապված շնորհակալություն հայտնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Ակնհայտ է, որ մենք ապրում ենք չափազանց բարդ մի ժամանակաշրջան, որը պատմությունն է դա վկայում, կրկնվում է վերջին 3 տարերի ընթացքում առնվազն։ Հասնում եմ մի պահ, երբ Հարավային Կովկասում ազդեցությունների վերաբաշխման շրջան ենք թևակողում եւ ահա այստեղ է, որ հայության հետ կապված կարևորագույն հարցերը ստանում են իրենց լուծումները այս կամ այն կերպ։ Այսօր եւս մենք թևակողել ենք այդ շրջանը, որը սկսվել է 1 տարի առաջ։ Ռուս-վրացական պատերազմով։ Անցած 1 տարիների ընթացքում ես իմ տեսակետները ներկայացրել եմ պարբերաբար գործընթացների վերաբերյալ եւ այսօր կփորձեմ կարճ ներկայացնել ոչ միայն դրանք, այլև այն հարցադրումների հետ կապված իմ մոտեցումները, որոնք պարբերաբար հնչում են։ Բայց նախ պետք է ձևակերպել խնդիրը, որովհետեւ ցավոք սրտի այս եթե կարելի այդպես ասել, համաժողովրդական քննարկումների ընթացքում հարցը շատ հաճախ նենգափոխվում է։ Ինձ համար անընդունելի են հարցադրումները, թե միթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ցեղասպանության ճանաչումը կամ ասենք մենք էլ ենք ուզում լավ ապրել, միթե մենք անընդհատ երկընտրանքի առաջ պիտի կանգնենք մեր երեխաների ապագան, թե սփյուռքի հարցադրումները։ Ինձ համար նման ձևակերպումները բացարձակապես անընդունելի են եւ ցանկալի կլիներ, որ այս դահլիճում քննարկումների ընթացքում խուսափեինք դրանցից։ Որն է խնդիրը։ Նախ աստորագրվել են 2 արձանագրություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված եւ այսօր մենք պիտի մեր տեսակետն արտահայտենք այդ արձանագրությունների առնչությամբ։ Ինչքանով են դրանք ընդունելի կամ ինչպիսի վտանգներ են դրանք պարունակում եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Մինչ այդ ձևակերպումը տալը ես կուզենայի ձևակերպել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պիտի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերություններում։ Կարծում եմ ակնհայտ է, որ հիմնախնդիրները 3-ն են։ 16-ամյա շրջափակումը Հայաստանի Թուրքիայի կողմից, ցեղասպանության խնդիրը եւ ցեղասպանության հետևանք Արևմտյան Հայաստանի խնդիրը։ Այս արձանագրությունները առաջին խնդրի հետ կապված, շրջափակման հետ կապված ունեն հետեւյալ ձևակերպումը. կողմերը որոշում են բացել ընդհանուր սահմանը։ Այսինքն ակնհայտ է, որ հավասարության նշան է դրվում այս 16 տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի նկատմամբ վերաբերմունքի միջև։ Ստացվում է, որ 2 կողմերը փակել էին սահմանը եւ հիմա պիտի բացեն։ Սա ակնհայտ է, որ նենգափոխում է այն, ինչ գոյություն ուներ 16 տարիների ընթացքում եւ եթե անգամ Հայաստանը գնում է նման դրույթի տակ ստորագրելուն, ապա շատ մեծ զիջում է անում Թուրքիային։ Թուրքիայի վրայից ջնջելով Խարանը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարողի։ Ցեղասպանության խնդիրը։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա։ Անցած 1 տարվա ընթացքում, երբ հայ-թուրքական բանակցությունները վարվում էին, ինչպիսի զարգացումներ ունեցանք ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Կարծում եմ զրոյական եւ ակնհայտ է, որ ենթահանձնաժողովը, որը ստեղծվելու է պատմական խնդիրների, փաստաթղթերի ու արխիվների գիտական ուսումնասիրության համար առաջարկելու համար լուծումներ բերելու է նույն հետևանքը, քանի դեռ այդ ենթահանձնաժողովը գոյություն է ունենալու, այնպես ինչպես այս 1 տարվա ընթացքում բոլորը երրորդ կողմերը ասելու են, որ ահա տեսեք, Հայաստանը եւ Թուրքիան բանակցում են եւ որևէ մեկը իրավունք չունի խանգարելու այդ գործընթացին։ Եվ իհարկե արդարացի կլինեն։ Երրորդ խնդիրը, որը վերաբերում է սահմանների ճանաչմանը։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման պրակտիկան չի ենթադրում սահմանների ճանաչում։ Կարող են բազմաթիվ օրինակներ բերել, երբ երկու երկրները տասնամյակներ շարունակ ունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց խնդիրը մնացել է դեռևս։ Նույն Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջև Կուրիլյան կղզիների խնդիրը։ Անգամ մեր ու Վրաստանի միջև սահմանը դեռևս հստակեցված չէ։ Այնպես որ այստեղ եւս Հայաստանը էական զիջման է գնացել։ Այսինքն երեք հիմնախնդիրների դեպքում էլ Հայաստանը գնում է զիջումների։